Նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մետաղների պահանջարկը աշխարհում օր-օրի աճում է։ Հանքարդյունաբերության ոլորտը վերելք է ապրում, իսկ երկրները մրցում են ներդրումների համար։ Հայաստանը նույնպես կարող է դառնալ կարևոր կետ հանքարդյունաբերական քարտեզի վրա։ Միջազգային աշխարհահռչակ Wood Mackenzie խորհրդատվական ընկերության հանքարդյունաբերության եւ մետաղների տնօրենը նշում է. հաջողության բանալին պարզ ու կանխատեսելի կանոններն են։ Ներդրողները գնում են այնտեղ, որտեղ խաղի կանոնները հստակ են։ Միջազգային փորձագետը վստահ է, Հայաստանի հանքարդյունաբերական պոտենցիալը կարող է գրավել համաշխարհային ներդրողներին, եթե ստեղծվեն կայուն ու թափանցիկ պայմաններ։ Աշխարհը գնալով ավելի շատ էներգիա է սպառելու, ավելի շատ կանաչ էներգիայի պահանջարկ է լինելու, աճելու է էլեկտրոմոբիլների արտադրությունը։ Սա առաջիկա 25 տարիներին աշխարհում մեծացնելու է մետաղների պահանջարկը՝ պղնձի, մոլիբդենի, լիթիումի, գրաֆիտի։ Շուկայի պահանջարկը մեծ է եւ սա լավ ժամանակ է Հայաստանի համար օգտվելու այս հնարավորությունից, ցույց տալու ներդրողին, որ ունի լավ միջավայր, լավ ներդրումային դաշտ, քանի որ եթե ներդրողը չգա այստեղ, կգնա այլ երկրներ։ Հոկտեմբերի սկզբին Ծաղկաձորում Mining Armenia ֆորումին մասնագետները շեշտեցին, որ Հայաստանի գործող հանքերը շատ չեն, իսկ դրանց պաշարները աստիճանաբար սպառվում են։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի խոսքով, եթե իրավիճակը չփոխվի, 2038-ին Հայաստանը կարող է մնալ առանց հանքարդյունաբերության։ Հաշվի առնելով, որ սա ներդրումային առավել գրավիչ ճյուղերից է ու տնտեսության հենասյունը, պետք է արդեն այսօր կանխել ճյուղի անկումը։ Վայել Ջաբերը համաձայն է, որ այս ոլորտում ժամանակը կրիտիկական նշանակություն ունի։ Մեկ նոր հանքի համար հայտնաբերումից մինչև արտադրության մեկնարկ միջինը 15 տարի է պահանջվում։ Տասնամյակներ հետո արդյունք ունենալու համար պետք է ներդրումներ ներգրավել արդեն այսօր։ Վաղը ուշ կլինի։ It's not very visible. People don't hear enough about Armenia. Խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանը շատ տեսանելի չէ։ Մարդիկ, ներդրողները չգիտեն այս երկրի մասին։ Պետք է սկսել պոտենցիալը բացահայտելուց, հանքերի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել, քարտեզագրում կատարել, հնարավորություն ստեղծել ներդրողի համար մեկ պատուհանի սկզբունքով հասկանալու հնարավորությունները։ Ամեն ինչ անել, որ ներդրողի համար ամբողջ գործընթացը հասկանալի լինի, պահանջները հստակ, օրենքները կանխատեսելի։ Սա հետևողական ջանքեր է պահանջում կառավարությունից՝ գնալ, ներկայացնել երկիրը հնարավորությունները։ Երկիրը ներկայացնելու տեսանկյունից Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը կարևորագույն նշանակություն ունի, նշում է Վայել Ջաբերը։ Ընդամենը 2 օրում ոլորտի միջազգային փորձագետներն ու մյուս հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի պոտենցիալին, խնդիրներին ու բացթողումներին։ Հստակ պատկեր ստացան, թե ինչ հնարավորություն ունի մեր երկիրն ու ինչ կարելի է ակնկալել։ Վայել Ջաբերի կարծիքով նման ֆորումներից հետո կարևորը խոսքից գործի անցնելն է, հետևողական քայլեր անելը, ոչ թե սպասել, 1 տարի հետո կրկին հավաքվել ու նորից խոսել հանքարդյունաբերության պոտենցիալի մասին, քանի որ մյուս երկրները ներդրումների համար արդեն գործողություններ են անում։ Անելիքներ ունեն եւ կառավարությունը եւ մասնավոր սեկտորը։ Գործադիրը պետք է ապահովի համապատասխան դաշտ նոր ներդրումներ ներգրավելու եւ գործող ընկերությունների արդյունավետ աշխատանքն ապահովելու համար։ Իսկ գործող ընկերությունները պետք է ներմուծեն միջազգային լավագույն փորձը։ Ճիշտ արդյունավետ դաշտը պետք է բալանս ստեղծի 3 հիմնական շահագրգիռ խմբերի միջև՝ կառավարության, ընկերությունների եւ հանրության միջև։ Այդ բալանսը կատարյալ չէ ոչ մի երկրում, անգամ որոշակի հավասարակշռություն ստեղծած այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կանադան ու Ավստրալիան։ Սոցիալական ռիսկեր կան ամեն տեղ, յուրաքանչյուր երկիր ունի իր խնդիրներն ու առանձնահատկությունները, սակայն կարևոր է գտնել հավասարակշռությունը, որ հանքարդյունաբերության հնարավորությունները ծառայեն պետության, ներդրողի ու հասարակության շահերին։ Դրա հիմնական պայմանն է ռեսուրսների պատասխանատու ու ժամանակակից տեխնոլոգիաներով կառավարումը։ Միջազգային փորձագետը վստահեցնում է, հանքարդյունաբերության ոլորտում արագորեն ներդրվում են նորագույն տեխնոլոգիաներ, կանաչ լուծումներ ու արհեստական ինտելեկտ։ Հայաստանը նույնպես կարող է օգտվել այդ հնարավորություններից, զարգացնելով ոլորտը ժամանակակից մոտեցումներով եւ բարձրացնելով մրցունակությունը միջազգային շուկայում։